Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույց հաղորդաշարն է։ Այսօրվա մեր հյուրը իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին է։ Պարոն Հոսեյնի, շնորհակալ եմ շատ հրավերը ընդունելու համար։ Նույնպես է շնորհակալ։ Ուզում եմ սկսենք մի քանի օր առաջ տեղի ունեցած կարևոր իրադարձությունից, Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջիի սպանությունից։ Նրա սպանությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանում եւ ընդհանրապես պատերազմում ինչ կարող է փոխել։ Դեսեք Իսրայելը այդ քաղաքությունը որդեգրել Միացյալ Նահանգների հետ, որ պաշտոնական ռազմաքաղաքական պաշտոնյաները Իրանին ոչնչացնեն դրա համար կարողանան հույս ունեն, որ կարողանան պետական համակարգի փլուզում բերեն եւ դրանով թույլատնեն համակարգը եւ դրանով փորձեն այդ դժգոհ զանգվածը, որ Իրանում կա, հրահրեն, որ դուրս կան փողոցում եւ դրանց միջոցով փորձեն հեղաշրջում անեն։ Իրանը ցույց է տվել, որ անգամ իր առաջին դեմքին Իրանի հոգևոր առաջնորդը սպանեցին հենց առաջին օրը եւ դա նաեւ բոլոր հրամանատարները ռազմական ամենաբարձրաստիճան գործիչները բաց ցույց տվեց Իրանը 10 քանի օրվա մեջ, որ դա պատերազմի դաշտում ռազմական պատերազմի դաշտում ոչ մի շատ մեծ ազդեցություն չի կարող ունենա, համակարգ է ամուր է, այդպես համակարգ է, որ նախադասվել է նման իրավիճակներ, սցենարներ եւ պատրաստվել է դրա համար ամեն պաշտոնական ռազմաքաղաքական պաշտոնյաների համար 3-ից 7 փոխարինող կան եւ որ ավտոմատ իրենց փոխարինում են եւ շարունակում են իրենց լրացությունները։ Իհարկե պարոն Լարիջյանի կամ մյուս անձինք, որ սպանվել են, շատ կարևոր անձինքներ են եղել, շատ մեծ կորուստ է Իրանի համար, մարդկային կորուստ է, նման անձինք, որ շատ ազդեցիկ են եղել եւ դարիներ շարունակ շատ մեծ դեր եւ ներդրումներ են ունեցել Իրանի պետականաշինությունի մեջ, մեծ կորուստը մեծ է, բայց համակարգը ամուր է եւ մենք այդ օրերը տեսել ենք, որ ոչ մի թույլտվունի նշան չկա համակարգում եւ դրան վկայում են նաեւ արևմուտքային վերլուծաբանները, արևմուտքային լրատվամիջոցները եւ լրատվամիջոցները եւ փորձագետները։ Իսկ նրա սպանությունը տարածաշրջանի իրավիճակի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Դե իհարկե ավելի խորացնում է, որովհետև դա ռազմական հանձնագործություն է, բոլոր անձինք հետ դիպլոմատներ են եղել, զինված թիրախներ չեն եղել, զինվորականներ չեն եղել, որ արդար լինի իրենց սպանությունը պատերազմի պայմաններով եւ դիպլոմատներ են եղել եւ քաղաքական գործիչներ են եղել եւ դրանց սպանությունը պատերազմի դաշտում միջազգային օրենքների համապատասխան ռազմական հանձնագործություն է եւ նաեւ հանրություն միջազգային հանրությունի վերաբերմունքը պետք է կտրուկ լինի նման դեպքերի համար, որովհետեւ եթե փորձեն օրինականացնեն կամ սովորացնեն, որ նման բան սովորական է եւ պատերազմի դաշտում կարա տեղի ունենա, ուրեմն աշխարհում որտեղ պատերազմ լինի, նման հանձնագործությունները սովորական կդառնան միջազգային հանրությունում եւ դա վտանգավոր է համ տարածաշրջանի համար, համ աշխարհի համար։ Նույն կերպ կարա պատերազմ երկիրներում տեղի ունենա, գտնվող երկիրներում, օրինակ Ուկրաինայի, Ռուսաստանի, օրինակ նման տարբերակները օրինական են դարձնում, որ օրինակ Ռուսաստանն էլ վերացնի Զելենսկի, Իսպանի Զելենսկիը, նախագահը կամ ուրիշ պաշտոնյաները եւ դա ասի օրինական է, օրինական սարքի նման դեպքերը կամ մյուս կողմը կամ որտեղ որ գտնվում են պատերազմի դաշտում նման դեպքերը պետք է միջազգային հանրությունը եւ միջազգային կառույցները կտրուկ արձագանք տան, որը հետո բան չի դառնա, սովորական չի դառնա։
Պարոն Հոսեյնի, խոսեցինք Իրանի քաղաքական համակարգի մասին, ձեր գնահատմամբ քաղաքական համակարգը հիմա ճգնաժամի մեջ է, թե վերահսկելի է։ Չէ, մենք ճգնաժամ չենք տեսնում, իհարկե մենք շատ դաժան պատերազմի մեջ ենք գտնվում, ճգնաժամը պատերազմի մեջ նորմալ է, եթե լինի, բայց պետական համակարգը նորմալ աշխատում է եւ մենք տեսնում ենք արդյունքները, որ ինչ որ հարված էլ ստանում է, շատ արագ ինքը համապատասխան, համարժեք պատասխան տալիս է հակառակորդներին, դա ցույց է տալիս, որ համակարգը նորմալ աշխատում է Իրանում, իհարկե Թրամփը ասում է այնտեղ մենք բոլորին սպանել ենք, այնտեղ ռաղավարություն չկա, մենք քանի զևի ռաղավարությունները, քանի սրունդ ռաղավարությունները վերացնել ենք, այնտեղ մենք չունենք ռաղավարություն, որ իրանց հետ խոսենք, բանակցենք կամ իմանանք ում հետ գործ ունենք, բայց Իրանի արտաքին գործերի նախարարը անդրադարձավ այդ հարցին եւ ասեց հիմա Իրանը ունի հոգեվոր առաջնորդ, ունի նախագահ, ունի արտաքին գործերի նախարար, ունի բոլոր գերադասություններին ռաղավարներ եւ բնական հունով բոլոր գերադասությունները աշխատում են։ Հաշվի առնելով, որ Իրանում արդեն նկատվել են ներքին լարվածություններ, ցույցեր են եղել, բողոքներ, ըստ ձեզ հիմա եթե նոր ճգնաժամ լինի, Իրանը կկարողանա դիմակայել։ Դե բոլոր վերջին նպատակը այն է, որ փորձեն ներսում քաղաքացիական պատերազմ հրահրեն, ուժայինները թիրախավորում են, որպեսզի թույլատնեն դիմադրությունը, համագարկը, որպեսզի կարողանա պահի ճգնաժամ ստեղծեն այնտեղ եւ Իրանում իրեն գիտեն, որ կա դեժգո զանգված, այդ դեժգո զանգվածը ռոպագանդայի միջոցով խոստանում են շատ լույսավոր ապագա, շատ բարեկեցիկ կյանք, եթե իրեն դուրս գան փողոցներ եւ հեղաշրջում փորձ անեն, բայց մենք տեսնում ենք պատմությունի մեջ ինչ լույսավոր ապագա ունեցավ Իրաքի պատերազմից հետո, ինչ լույսավոր ապագա ունեցավ Աֆղանստանը, ինչ լույսավոր ապագա ունեցավ Լիբիայը, Սիրիայը եւ բոլոր այդ երկիրները շատ լուրջ խնդիրներ ունեն դասնյակ դարիներ, հələ չեն կարողացել վերականգնեն, չեն կարողացել կայանան եւ այդ պատերազմը դրա համար է, որ անգայնություն մեծենեն այդ ուժեղ երկիրը մասնատեն, թույլատնեն եւ կարողանան դիրեն իրենց նավթարեսուրսային բոլոր ռեսուրսները, հանքերը, նավթոգազը եւ դա է գլխավոր նպատակը մի զանգվածի վրա աշխատում են, որ շատ լավ կլինի, ձեր ապագայը շատ լույսավոր կլինի, շատ բարեկեցիկ կյանք ունենաք, բայց դա մենք տեսել ենք տարածաշրջանում ինչ է տեղի ունեցել։ Եվս մեկ կարևոր իրադարձություն է եղել այս պատերազմում։ Իրանը զգուշացրել է ի պատասխան Իսրայելի եւ Միացյալ Նահանգների գործողությունների, որ կարող են թիրախավորել Պարսից ծոցի տարածաշրջանի նավթավերամշակման գործարանները ու էներգետիկ ենթակառուցվածքները, որտեղ ամերիկացիները բաժնեմաս ունեն։ Ինչքանով է այս սցենարը իրատեսական եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ համաշխարհային շուկայի վրա։ Արդեն մենք անցած գիշեր տեսանք, որ շատ արագ Իրանը պատասխան տվեց մի քանի պետություններում, Բահրեյնում, Քուվեյթում, Իմարաթում, Կատարում, բոլոր իրենց նավթի եւ գազային համալիրները թիրախավորեց, Իրանը զգուշացրել էր, որ այդ պատերազմը լինելու է տարածաշրջանային պատերազմ, որովհետեւ իրենց այդ արաբական պետությունները թույլ են տվել Իրանի թշնամիները այնտեղ ռազմաբազա ունենան, ռազմաբազաների միջոցով համ օդային տարածք են դրամադրել, համ ցամաքային տարածք, որպեսզի Իրանի վրա հարձակվեն,
այսինքն իրենք էլ նախաբես պատերազմի մասն են կազմել, լոջիստիկ հնարավորություններ են ապահովել Իրանի թշնամիներին եւ Իրանը բազմիցս զգուշացրել էր եւ հասավ այդ պահին, որ Իրանը արդեն չի զսպեց իրեն եւ պատասխան տվեց եւ իրենց երկիրների դարաշքները Միացյալ Նահանգների բազաները այնտեղ թիրախավորեց եւ բոլոր նաեւ տնտեսական շահերը, որը Միացյալ Նահանգները այնտեղ բաժնի մաս ունի կամ տնտեսական շահեր ունի։ Իսկ սա կարող է էսկալացիայի տանել։ Իհարկե մենք տեսնում ենք արդեն ազդանշանները նավթ ու գազի գերների վրա եւ դա բերգեբերի մեծ թանկացումներ բոլոր եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում դա անհետևանք չի կարա լինի մեծ տնտեսական կոլապս կարող է եթե երկարանա ապրի հիմա նավթը հասել է 111-ից կհասնի 13 եւ ավելի բարձ գնով դոլարով եւ դա իրոք տնտեսական աշխարհի միջազգային տնտեսությունը լուրջ վնասներ կտա ինչքան երկարանա Իրանը ցանկանում է որ Միացյալ Նահանգները ուզում էր որ շատ կարճ օպերացիա լինի Վենեսուելայի նման եւ հաղթանակ կերտի բայց Իրանը ոչ Վենեսուելա է, ոչ Իրաք է, ոչ Աֆղանստանը դա հիմա հասկանում է Միացյալ Նահանգները, որ դուրս գալու դաժե փորձագետներն են նշում, որ դուրս գալու պլան չունի եւ խեճեջվել է այդ պատերազմի մեջ, ավելի շատ Իսրայելը ռեղավարում այս պահին պատերազմը, թիրախավորում է կոնկրետ թիրախները, որ ունի Միացյալ Նահանգները անվերահսկելի է դարձել այդ պատերազմը Միացյալ Նահանգների համար եւ Իսրայելը փորձում է բոլոր պատուհանները որ կարող է Միացյալ Նահանգները դուրս գա այդ պատերազմին բոլոր այդ պատուհանները փակի որ ավելի երկար լինի եւ կարողանա Միացյալ Նահանգների ձեռքով Իրանի հարցը լուծի իհարկե այն ժամանակ է որ արաբական պետությունները շատ մեծ վնասներ են գերելու իրենք էլ են թույլանալու եւ իր վիճակ կստեղծվի որ Իսրայելը կդառնա դարաշրջանում միանակ հեգեմոնը Երբ փորձագետները պնդում են, որ Միացյալ Նահանգները մտել է պատերազմի մեջ, բայց չի կարողանում դուրս գալ, Իրանը դրանից ինչ կշահի, թե Իրանին էլ է նույնպես պետք դուրս գա հնարավորինս շուտ այս իրավիճակից։ Չէ, Իրանին ձեռնտու չի, որովհետև մեկը Իրանը մեծ վնասներ է կերել եւ մի քիչ ավել մի քիչ փակած Իրանի համար արդեն իական չի գոյությունի խնդիր ունի Իրանը եւ պետք է այդ աստիճանին հասնի որ երկարաժամկետ արդեն պատերազմից հետո բասարվի դարաշրջանում եւ Իրանի վրա հարձակում եւ պատերազմ լինի Իրանին զինադադարին ձեռնտու չի եւ համաձայն չի որովհետեւ զինադադարը նշանակում է ինչպես 12 օրվա պատերազմից հետո տեղի ունեցավ այդ պատերազմը, այսինքն նշանակում է զինադադարը իրենց ուժերը վերակայնեն մի քանի ամիս հետո նորից հարձակվեն Իրանի վրա, Իրանը այդ դեպքում այդքան պետք է այդ պատերազմը շարունակի, որ դարիներ շարունակ, տասնյակ դարիներ շարունակ արդեն իրենց ուժերը թշնամիների ուժերի վերակայնում է հնարավոր չի լինի եւ բասարվի նորից պատերազմը երկարաժամկետ Իրանի վրա եւ զսպողական դիմադրություն կարողանա ձեռք բերի Միացյալ Նահանգները հայտարարում է, որ ոչնչացրել է Իրանի ենթակառուցվածքային օբյեկտները, բայց Իրանի կողմից կարծես թե հստակ արձագանք չկա։ Ինչ է իրականում սա նշանակում եւ հատկապես ուրանի հարստացման պարագայում ինչ ճակատագիր կարող է ունենալ այն։ Ուրանի հարուսացման այդ 60%-անոց 400 կիլոգրամ ուրանի հարուսացված է ճակատագիրը իհարկե Իրանի ձեռքում է, բայց Իրանը չի կարող նշի որտեղ է կոնկրետ, որովհետև դա Իրանի ազգային անվտանգությունի հարց է եւ գլխավոր նպատակը դրան ոչնչացնել օբյեկտները թիրախավորել է ինչ որ չափով կարողացել են ոչնչացնել ինչ որ չափով Իրանը բախում է այդ ամեն ինչը Իրանը սարքել Իրանը
ունի տեխնոլոգիաներ, նորից կարա շատ արագ վերագայնի այդ ամեն ինչը եւ ոնց որ ինչքան են կարողացել են պրոստը հետազեկեն իրեն 11 տարիներ ասում են որ Իրանը 3 շաբաթից հասնում է միջուկային զենք ունենա մի շաբաթից 10 օրից 3 ամիսից մի տարից բայց Իրանը միշտ էլ ասել է մենք եթե ուզենանք ունենանք կարայինք ունենանք այդ քանի տարի մենք չենք ունեցել եւ մենք շատ կառուցական մոդեցում ենք ունեցել տարբեր ժամանակներ Իրանը բանակցությունները վարել, որբեսի միջազգային համայնքը կարողանա վերահսկի Իրանի միջազգային զորակիրները, բայց ամեն ինչ Իսրայելը արել է, որ խոչընդոտի այդ բանակցությունները եւ տանուլ դա այդ բանակցությունները եւ հասնի Միացյալ Նահանգները լոբիստի միջոցով լոբիստական մեծ հնարավորությունների միջոցով Միացյալ Նահանգները ներքաշի այդ պատերազմի մեջ։ Մի քանի օր առաջ Արաքչին խոսել էր չինական միջնորդության մասին, իսկ դրանից առաջ եվրոպական միջնորդության։ Ինչու հենց այս երկու դերակատարները եւ որքանով է իրատեսական, որ իրենք դուրս կհանեն իրավիճակը եւ ով է առավելագույնս։ Մենք տեսնում ենք իրենց դեմ են Եվրոպա եւ ՆԱՏՕ-ը եւ ՆԱՏՕ-ի դեմ է այդ պատերազմին, իրեն ասել են չեն մասնակցում իրենց այդ պատերազմը, իրենց պատերազմը չի բարակտում կամ Միացյալ Նահանգների եւ Եվրոմիություն եւ ՆԱՏՕ-ի մինչեւ այդ պատերազմի հարցով եւ նաեւ Չինաստանը ձեռնտու չի, որովհետեւ մեծ մասը այդ նավթը այդ չինական նավթը արաբական պետություններից եւ Իրանից է մատակարարում, բայց ամեն դեպքում Իրանը թույլ է տալիս չինական նավերը, նավթանավերը դուրս գան Հորմուզի նեղուցներից, բայց ամեն դեպքում Չինաստանին էլ ձեռնտու չի, դրա համար այդ երկու միջնորդությունը Իրանը իրական է տեսնում, բայց Իրանը որոշելու է ինչ պայմաններ լինի պատերազմի վերջ տալու համար, որովհետև Իրանը մեծ կորուստներ է ունեցել եւ պետք է Իրանը ասել է պետք է փոխհատուցվի կամ Միացյալ Նահանգները կամ Իսրայելը, եթե չէ արաբական պետությունները, որ մասնակից են եղել այդ պատերազմին, պետք է փոխհատուցում տան, եթե չէ Իրանը ուժի միջոցով այդ փոխհատուցումները կստանա այդ հակառակորդ կողմերից։ Իսկ ռուս-չինական համագործակցությունը ինչ դեր ունի այս հակամարտությունում։ Տեսեք, այդ հակամարտությունը առաջին տեսքով իրևում է, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելի եւ Իրանի պատերազմը, բայց գլոբալ արիմով դա ուղղված է Չինաստանին, Վենեսուելա եւ Չինաստանի Վենեսուելայը դիրում են 30 աշխարհի 30% նավթի պաշարները եւ գազային մեծ պաշարները եւ Միացյալ Նահանգները ուզում է վերահսկություն պահպանի այդ երկու երկրների վրա, որ մեծ ռեսուրսներ ունեն եւ դրանով մեծ արդեն հարցը Չինաստանի հարց է, որը կարողանա այդ տրանզիտ ճանապարհների նավթային եւ գազային եւ էներգետիկ վերահսկությունը Միացյալ Նահանգները կարողանա պահպանի, որ կարողանա դիմադրի եւ պայքարի Չինաստանի դեմ։ Գլոբալ արիմով այդ պատերազմը նաեւ Չինաստանի, նաեւ Ռուսաստանի պատերազմ է, եթե Իրանը ընկնի, եթե Իրանը թույլանա, մյուս հերթը կհասնի Ռուսաստանը, մյուս հերթը կհասնի Չինաստանը եւ այս պայքարի արևմուտքի եւ արևելքի Իրանը գտնվում է առաջին գիծը, եթե չի օգնեն Իրանին, եթե մեծ չկայնեն եւ մեծ չի օգնեն Իրանը թույլանա, պատերազմը շատ շուտով կհասնի իրենց դուրը։ The Guardian-ի հրապարակած տվյալների համաձայն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շատ ավելի մոտ են եղել հաջողության, քան նախկինում ներկայացվում էր, սակայն դրանք ձախողվել են։ Ու կարծիք կա, որ
դրանք տապալվել են ոչ թե բովանդակային հակասությունների պատճառով, այլ ամերիկյան կողմի չհիմնավորված քայլերի։ Ու կարծիք կա, որ Իսրայելը ազդեցություն է ունեցել եւ խոչընդոտել այդ բանակցություններին։ Ինչպես սա կգնահատեք, ըստ ձեզ դա Իսրայելի ինքնուրույն քաղաքականություններ, թե Միացյալ Նահանգների քաղաքականության հետևանք։ Իսրայելը տարօրինակ շարունակ փորձել է, որ ներկայացի Միացյալ Նահանգները այդ պատերազմի մեջ Իրանի դեմ պատերազմին, որ գիսի պատերազմի հետևանքները Միացյալ Նահանգների եւ Միացյալ Նահանգների ձեռքով Իրանի հարցը լուծի, մեծ դերակատարություն է ունեցել ամեն անգամ, որ բանակցությունները տեղի ունեցել, մեծ դերակատարություն ունեցել է զախողվելու համար այդ բանակցությունները Իսրայելը, այս անգամ էլ Վիտկաֆի եւ Քուշների միջոցով, Թրամփի փսայի միջոցով, որը մեծ հերական իսրայելական լոբինգ է այնտեղ գնում, որովհետեւ կարողացան Թրամփի վրա որոշման վրա ազդեն եւ կարողանան բերեն ներգրավեն Միացյալ Նահանգների այդ պատերազմին։ Իհարկե ամենագլխավոր գդարակատար է եղել է Իսրայելը այդ ամեն ինչի մեջ։ Պարոն Հոսեյնի, կուզենայի անդրադառնանք նաև Մոջթաբա Խամենեի առողջական վիճակին, որտեղ տարածված կարծիքներ կան, որ նա գտնվում է առողջական վատ վիճակում, ծանր է, նույնիսկ տեսաուղերձ էր տարածվել ոչ իր դեմքով, այլ հեռուստատեսության մեկնաբանի։ Ինչքանով են դրանք հավաստի եւ համապատասխան իրականությանը։ Չէ, դենս լուրջ վնաս, որ ասենք առողջական կյանքի վտանգ լինի, չէ, դե Իրանը առաջին օրերից ասել է, որ նախկին նահատակված Իրանի հոգևոր առաջնորդի որդին, որը հիմա Իրանի նոր առաջնորդ է, ինքը վիրավոր է, հենց առաջին օրից այդ առաջին հարվածից, որը սպանվեց, որը նահատակվեց Իրանի հոգևոր առաջնորդը, հենց հարվածի արդյունքում ինքը վիրավոր է եղել, Իրանը չի թաքցրել դա, բայց Իրանը ասում է, որ դենս կյանքի վտանգ չի եւ կվերակայնի իր առողջությունը։ Շատ լավ, առողջին անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցի կարգավիճակի մասին, նոր կարգավիճակի մասին։ Ինչ քաղաքական կամ ռազմական ռեժիմ կարող է սահմանել Իրանը նեղուցի հետ կապված եւ ինչ ազդեցություն դա կունենա միջազգային առևտրի վրա։ Տեսեք, մենք այդ պատերազմից հետո չենք ունենում նախկին անվտանգային ջարդարաբետությունը տարածաշրջանում, դա փլուզվել է, Միացյալ Նահանգները դարիներ շարունակ մեծ հսկայական տարածաշրջանում ռազմաբազաներ ունեցել են, միլիարդներ, քանի 100 միլիարդ դոլարներ են արժի այդ բոլոր այդ ռազմաբազաները ռադարային հոփամագարկներով հսկայական ենթակառույցներով, բայց դա Իրանը կարողացել է բոլորը կամ մեծ վնասներ հասցնի կամ ոչնչացնի, արդեն չկա այդ անվտանգային ջարդարաբետությունը, որ Միացյալ Նահանգները ուներ առաջին դեմքեր այդ տարածաշրջանում, նաև իրենց վարկանիշը վնասվել է, այդ թեզը, որ Միացյալ Նահանգները կարա ապահովի տարածաշրջանի անվտանգությունը, արաբական պետությունները մեծ գումարներ են ծախսել, որպեսզի Ամերիկա ըստ տարածաշրջանում լինի, հիմա կասկած է մեջ է, որ Միացյալ Նահանգները անգամ չի կարա պաշտպանի ռազմաբազաները, ինչպես չի կարողացար այդ երկիրներին պաշտպանի եւ հակառակ է պատերազմը բերեց իրենց տան մեջ պատերազմի հետևանքները եւ Հորմուզի նեղուցի մասին էլ Իրանը նոր ռեժիմ կարող է սահմանի, որովհետեւ թույլ չի դա մինչեւ փոխհատուցումը լինի թշնամական երկիրները եւ հակառակորդ երկիրները, որ մասնակից են եղել այդ պատերազմի մեջ, թույլ չի տա, որ իրենց նավերը անցնի կամ եթե անցնի ինչ-որ գումարներ պիտի վճարեն Իրանի վրա, որ Իրանը կարողանա այդ անվտանգությունը պահի։ Այդ անվտանգությունը Հորմուզի նեղուցը փաստացի հիմա Իրանի ձեռքում է եւ պետք է այդ իրողությունի հետ հաշվի նստեն։ Իսկ միջազգային առևտրի վրա ինչպես կանդրադառնա։
Միջազգային արևտուրը դե հիմա պատերազմի դաշտում ենք, երբ որ խաղաղ լինի, կարող է հանդարտվեն իրավիճակ է, բայց եթե ընդունեն նոր պայմանները եւ նոր իրողությունները, իհարկե դարիներ շարունակ այդ մեծ այդ ամեն ինչ այդ պատերազմը գազի միջազգային տնտեսությունի վրա այլևս այդ արաբական պետությունների վրա մեծ ներդրումներ չեն լինելու, ներդրողները կտեղափոխվեն այլ դարաշրջան, որովհետև իրենք ներդրում է պահանջում է, որ խաղաղ երկար խաղաղություն, հրաշքավորություն ունենան։ Եթե տեսնում են հիմա իրավիճակը ներդրողները եւ հսկայական ներդրողները եւ ֆինանսերը կարող է տարածաշրջանից դուրս գան, իրավիճակը ամբողջ միջազգային տնտեսությունի վրա կարող է բացասական լինի։ Իսկ Իրանը կարող էր խուսափել այս պատերազմից, թե անխուսափելի էր։ Իրանը ինչպես կարող է խուսափել, միայն մյուս կողմը պայման էր դրվել, որ բոլոր մեր պայմանները կատարեք եւ հանձնվեք, այդպեսի կարգախոսով էր մոդի քանում, Իրանը իհարկե թույլ չի տալիս ոչ նման տերմինաբանությունով, նման մոդեցումով մոդիքանան, այսինքն միջազգային օրենքը չի աշխատում, Իրանը համաձայն էր, որ միջազգային իրավունքների շուրջ Իրանը առաջվի եւ վրացկություն սահմանեն ինչպես 2015 թվի եթե չսխալվեմ մեծ գերդերությունների հետ Իրանը համաձայնություն կենքեց եւ Թրամփը պատրեց այդ համաձայնությունը դուրս եկավ այդ համաձայնությունից Իրանը միշտ էլ կառուցական է եղել եւ երբ որ ասել են բանակցություն լինի Իրանը մոդեցել է եւ այդ բանակցությունները չի հրաժարվել բանակցությունները բայց այդ պայմանները որ միակողմանի զիջում լինի իհարկե դա կապիտուլյացիա էր եւ Իրանի համար անընդունելի էր եւ հասանք այդ կետին Իսկ որքանով է սա Իրանի եւ Իսրայելի կոնֆլիկտ, որքանով Իրանի եւ Միացյալ Նահանգների հիմնականը իհարկե Իրան եւ Իսրայելի հարցը, բայց այդքան մեծ լոբի ունի Իսրայելը Միացյալ Նահանգները, որ կարողանում է որոշումների վրա ազդի եւ կարողանում է ներքաշել այդ ամեն ինչի մեջ իհարկե այդ գլոբալ արիմով ես ասեցի Միացյալ Նահանգները ուզում է վրայսկություն պահպանի բոլոր նավթային ռեսուրսների վրա որ կարողանա ավելի բարի լավ դիրք ունենա Չինաստանի հանդեպ այդ բազի այդ հարցը որ Միացյալ Նահանգները շատ մեծ ավելի գլոբալ ծրագիրներ ունի բայց Իրանի հարցով կոնկրետ Իրանի հարցով Իսրայելը ուզում է Իրանին թույլանալ է եւ ամրացին հեգեմոն լինի միանակ հեգեմոն լինի ամբողջ տարածաշրջանում եւ նաեւ դա լի է շատ մեծ վտանգներ նաեւ արաբական պետությունների համար որովհետեւ եթե Իսրայելը դարձավ գերուժ է տարածաշրջանում իրենց վրա էլ ազդում որովհետեւ բանը Իսրայելը գերտում է եւ նեգերդումներ ունի դա բոլոր արաբական պետությունների հողերի վրա եւ միջ ասել է որ իրեն մեծ Իսրայելի կարգախոսեն ուզում են իրականացնեն եւ նոր մերձավոր արևելք ուզում են ստեղծեն որը բոլոր այդ արաբական պետությունները կվնասվեն այսինքն եթե ճիշտ հաշվարկներ անեին արաբական պետությունները կգայնեն Իրանի կողմը այդ պատերազմում եւ թույլ չէին տալիս նման պատերազմ տեղի ունենա հնարավորություն չէին ստեղծի լոջիստիկ հնարավորություն չէին ստեղծի որ հեշտ լինի Իրանին հարվածել Իսկ Իրանը իրականում որքանով է պատրաստ երկարատև պատերազմի Իրանը պատրաստ է դարիներ շարունակ պատրաստել է երկար եւ այդ սցենարի համար պատրաստությունները տեսել եւ ինչքան գնա առաջ Իրանը ավելի բարի լավ դիրքում է հայտնվելու
եւ մենք հիմա տեսնում ենք իրավիճակը։ Ըստ ձեզ սա կվերածվի համաշխարհային պատերազմի։ Եթե զարգանա, եթե Իսրայելի դեմը չի առնեն բոլոր ուժերը, ինքը բոլորին ուզում է ներգրավի այդ պատերազմի մեջ, նաև ՆԱՏՕ-ին, նաև բոլոր կողմերը, որպեսզի կարողանա ինքը այդ պատերազմի ուրիշների ձեռքով այդ ամբողջ տարածաշրջանում դառնա միանակ հեգեմոնը եւ թույլատնի բոլորին, եթե Իսրայելի գործունը չի զսպեն, հա կարող է շատ հնարավոր է մենք հիմա տեսնում ենք նաև փորձում է տեղափոխի պատերազմը նաև Ադրբեջանում, նաև Ադրբեջանի տարածքում Նախճավանի դեպքը օրինակ էր, որովհետեւ իրեն ամեն ինչ անում են, գիշերել հարվածել են Իրանի ռազմական ուժերին Կասպից ծովի վրա, դա Իրանի ռազմական թույլատնումը Կասպից ծովում, որպեսզի հնարավորություն ստեղծեն եւ զսպեն եւ հերեն Ադրբեջանին, որպեսզի մեկնի պատերազմ Իրանի դեմ եւ Թուրքիայի այն ժամանակ կմտնի, ՆԱՏՕ-ը կարող է շատ մեծ գլոբալ արիմով միայն տարածաշրջանից տեղափոխվի համաշխարհային, դա Իսրայելի գործուն է, որը պիտի գիտակցեն բոլոր աշխարհի գերտերությունները, ուժերը եւ զսպեն Իսրայելին։ Իսրայելը շատ վտանգավոր քայլեր անում այս բանին։ Իսկ պատերազմի ինչպիսի հանգուցալուծում եք կանխատեսում։ Դեռ երկար կշարունակվի։ Պատերազմը իհարկե պատերազմը չեն կարող կանխատեսենք ինչ արդյունք կունենա, բայց Իրանը մինչև վերջին շունչը կպայքարի եւ շատ գինը պատերազմի գինը կբարձրացնի հակառակորդների համար։ Մենք հիմա տեսնում ենք, որ շատ մեծ գինը դարձել է պատերազմը, համ տնտեսական, համ ռազմական մեծ կորուստներ են ունեցել եւ դրա համար հստակ չի կարա Թրամփը հայտարարել ես հաղթել եմ, արսունքները համեմատենք, իհարկե իրեն կարողացան մեծ վնասներ տան Իրանին, բայց Իրանը իր վիճակի եղել եւ կարողացել է մեծ վնասներ հասնի, դրա համար հարաբերական է հաղթանակը, բոլոր կողմերը կարան հայտարարեն, որ հաղթել են, բայց հստակ հաղթող այս պահին չկա, բոլորը դժուժ են։ Շնորհակալ եմ շատ պարոն Հոսեյնի հարցազրույցի համար։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին։